մայրը մահացել է ու իրեն արգելվում է, որ ինքը նայի այդ նկարները, վիդեոները, լացի ու բարձվում է նույնիսկ 40-ը դեռ դուրս չի եկել, հա, ու այդ ճնշումները կա եւ մտերիմների կողմից, չգիտեմ, աղջկա հոր կողմից, ամուսնու, բարեկամների անգամ, որ դե հերիքա լացես, այդքան պետք չի, մանավանդ եթե տարածքում երեխա կա, անդադ այսպես մանիպուլացնում են, որ դու հիմա պետք է երեխեքիդ համար ապրես, հիմա դու պետք է մտածես երեխուդ մասին, երեխեքները սիտա նայում, ու ստացվում է, որ մարդը պետք է այսպես կուլ տա այդ գունդը չծամած, չգիտես ոնց այդ կենցաղի մեջ ինքը ձևացնի կարծես ոչինչ չի եղել, այնինչ միակ բանը, որ ինքը այդ կորուստից հետո, այդ վշտից հետո ունի, դա այդ վիդեոներն են, այդ նկարներն են, այդ հիշողություններն են եւ մենք պետքա կարողանանք հանդուրժող լինել դիմացինի ցավին եւ կարողանանք տանել նորից այդ դիսկոմֆորտը, հա, հարաբերությունների մեջ, որ մարդը ուզում է լացել, ուզում է հիշել, խոսել այդ մասին, թեկուզ չի ուտում, չի խմում, բայց դա իր հույզերը, իր մնացորդային ապրումներ հետագայում չունենալու միակ ճանապարհն է, բայց մենք նորից ուզում ենք մի րոպե շուտ, կարծես ոչինչ չի եղել, մարդը վերադառնա կյանք, տենց պես չի լինում։